Պետի զայրույթը ինչով էր պայմանավորված, կարծում եք ինչպես ինքը ասաց, որ բոլորիս տեղն է հասել, դրանով է պայմանավորված։ Ինչն է տեղ հասել, պարոն Սիմոնյան, Պատեհապաշտությունը, ասենք կոռուպցիոները հասցնում են կոռուպցիայի մասին ու լուրջ դեմքի արտահայտությունով ընդհանուր ենք ասում, եկեք անձերի վրա չկենտրոնանանք, հա, ես ոչ մեկին, ոչ Աննա Գրիգորյան, ոչ մեկի վրա չենք կենտրոնանում, հա, կոռուպցիոն խումբը հարցնում է կոռուպցիայի մասին ու ասում, վարչապետը ճիշտ ասում, ժողովրդի ու մեր ստեղն է հասել, այդ գիտեք ինչ ձև անելը, այդ ասում եմ, գնում են բան են անում, չա, գողը գողում է, բռնեք գողին, հա, ես ուղղակի զարմանում եմ, որ ասենք այդ աստիճանի մարդիկ կարան ձև անեն, որ դա իրանց ընդհանրապես չի վերաբերում, ասենք գալիս են այնպես բաներ, ուղղակի բոլորի ստեղն է հասել, նաև ժողովրդի ստեղն է հասել։ Բայց դա արդյոք նշանակում Հերթով կլինի։ Պարոն Սիմոնյան, արդյոք դա այդ զայրույթը վարչապետի կամ դա չկաննեցինք։ Բայց ոչ լուսամուտի մոտ էլի, բավոր լուսամուտի մեջտեղ էլի։ Եկեք ես նույն։ Դե լավ, ես քանի նոր տեսնենք։ Եկեք ես տոմ, կարելի է։ Պարոն Սիմոնյան, ես ուղիղ հարցնեմ։ Նիկոլ Փաշինյանը Սա, մի կռիվարեք, երեխեք։ Իմ հետ կռիվարեք։ Մի վիճեք լավ։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ընդդիմադիրներին անվանել ցամբար, ում էր ասում եւ արդյոք պետք է ներողություն չխնդրի այս հայտարարության համար։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետեւ այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք է, որովհետեւ անընդհատ, գիտեք ինչ, այդ աստիճանը դահլիճում դուք չեք զգում ինչա կատարում, տեսախցիկներով, վերևից շատ բան է երևում։ Այդ աստիճանը լարվածության անընդհատ բարձրանում է սկզբից սկսում են քեզ ընդհատել, երբ որ դու միտք ես ասում։ Հետո դրանից հետո սկսում են դույով խոսալ։ Հետո դրանից հետո սկսում են սուտ խոսալ, ակնհայտ սուտ խոսալ։ Հետո դրանից հետո սկսում են բղավել։ Հետո դրանից հետո սկսում են կոլեկտիվ ձևով բղավել։ Այդ լարվածությունը բերում հասցնում է նրան, ինձ ամենաշատ տարվող հարցը գիտեք որն է, որ մարդկանց հետ շփվում եմ, ասում են Ալեն ջան, ոնց ես դիմանում, ոնց է քո ներվերը դիմանում։ Ասենք դուք չեք պատկերացնում այդ լարվածությունը ինչ աստիճանի է, ձեզ թվում է տենց եկան, սենց կանգնեցին, ասեց մատորը ռեկ, գնաց ու սկսում են իրար վրա գոռալ։ Դա արդարացում չի բնական է, դա արդարացում չի, բայց դա պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր մարդու համար եւ վարչապետն էլ ես էլ մնացած բոլորս մենք մարդ ենք, մսից արունից ենք, մարդ ենք եւ մենք էլ նյարդեր ունենք եւ համբերություն ունենք, ասենք ասում եմ այդ լկտիությունը, այդ երեսպաշտությունը որ ասենք որ կողքիներով նստած իրար կողք նստած մեկը էս ինչն է արել մեկը այն ինչով է հայտնի մեկը այն միսով է հայտնի գալիս ասում են բռնեք նրանց այդ գալիս է իսկական այդ վարչապետը ճիշտ էր ասում այստեղն է հասնում հերթով ինքը հետո դու եթե իրենք ինչպես դուք եք ասում